Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բաքվի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Նրա խոսքով այժմ խաղաղությունը պետք է ամրապնդել եւ դարձնել երկարաժամկետ։ Հաջիևը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի խոցումից հետո։ Նա ընդունել է, որ միջադեպից անմիջապես հետո առաջացել են որոշակի թյուրըմբռնումներ եւ էմոցիաներ, սակայն Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Հաջիևի խոսքով Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում էր 4 քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցում։ Հենց այս հարցերը լուծվեն, մենք կփակենք թյուրըմբռնման այս էջը եւ կշարունակենք երկու երկրների միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունները, նշել է նա։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն անդրադառնալով Հաջիևն ընդգծել է, Ադրբեջանը չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, փոխարենը 2022 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի օգնություն։ Նա նաև հիշեցրել է, որ չնայած Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումներին, Բաքուն խորհրդանշական ծավալով գազ է մատակարարել Կիևին։ Հաջիևն անդրադարձել է նաև Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցությանը։ 2024 թվականին հարավային գազային միջանցքով Եվրամիությունը ներմուծել է 11.7 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է այդ ծավալը հասցնել 16 միլիարդ խորանարդ մետրի, եթե ենթակառուցվածքները եւ պայմանագրերը դա թույլ տան։ Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական Մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն կոպիտ արձագանքի։ Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի Մաքսատանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել։ Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով եւ վրացական կողմում արկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում։ Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները ևս բախվել էին նմանատիպ խնդիրների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում են եղել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը եւ անվտանգության երաշխիքները։ Խաղաղությունը պետք է իսկապես հուսալի լինի, պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Հիմա շատ բան կախված է ղեկավարների քայլերից, հանդիպումից հետո նշել է Զելենսկին։ Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահը կմեկնի Իռլանդիա։ Մինչ այդ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ակտիվորեն ներգրավվելու համար։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Բանակցությունների հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Ռուբիոյի խոսքով խնդիրը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը։ Ումերովն իր հերթին հանդիպումը որակել է արդյունավետ եւ հաջող։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին սպասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս շաբաթ նաև Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական հարվածներից Դնեպրում 4 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել, իսկ ուկրաինական հարվածներից Բելգորոդում կա 1 զոհ, 1 վիրավոր։ Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպում են անցկացրել, որին ներկա է եղել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը։ Հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մտավախություն է հայտնել, որ Ուկրաինային կստիպեն զիջումների գնալ, սակայն չպետք է մոռանալ, որ պատերազմը Ռուսաստանն է սկսել։ Ավելի վաղ Կալասը նշել էր, որ այս շաբաթը կարող է շրջադարձային լինել դիվանագիտական ջանքերի համար։
Իսրայելցի ցուցարարները հավաքվել են Թել Ավիվում դատարանի առջև, որտեղ ընթանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի դատավարությունը։ Ակցիայի մասնակիցներն անընդունելի են համարում Նեթանյահուի դիմումը երկրի նախագահին իրեն ներում շնորհելու համար։ Ավելի վաղ Նեթանյահուն այս հարցով պաշտոնական խնդրանք էր ներկայացրել Իցհակ Հերցոգին կաշառակերության եւ խարդախության մեղադրանքներով իր դեմ քրեական հետաքննությունների ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նամակ էր ուղարկել Իսրայելի նախագահին Նեթանյահուին ներում շնորհելու կոչով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։